Առաջի հայացքից մի գեղեցիկ տեսարան, շատ գեղեցիկ տեսարան, ուրեմն սենց մեկ եկել էինք, ուր ենք եկել? Սմբատաբերդ։ Վայոց ձոր Սմբատաբերդ, ինքը շատ սիրուն տեղ էր, մենք ամենաառաջինը ես, Հայկը ու Արտուրը բարձրացանք այդ ամեն ինչը, մենք այդ ամեն հաճույքը տեսանք, չենք նկարվել իհարկե, ես ինչ-որ ասում եմ հաստատամ, էլի ասում, ամեն ինչը տեսանք, հետո ասեմ էլ չենք ուզում տենանք։ Առաջացանք, տեսանք շատ սիրուն կադրեր, նկարեցինք, նկարվեցինք, ինչ? Զահակեն պրծնում է, ոչինչ, լավ։ Տեսանք եղնիկներ, եղնիկների հետևից գնացինք, մտածինք լավ եղնիկներ տեսանք, շատ սիրուն է, ուրեմն էլի կտեսնենք։ Մոտարապես 9-ից ավել եղնիկ ենք տեսել, դա ես ձեզ հաստատ եմ ասում, դա հաստատ մի ուրիշ հաճույք էր, բայց ինձ թվում է չարժեր սենց փորձանքի մեջ ընկնել։ Հիմա մենք եկել ենք այն ակնկալիքով, ենք գալիս այն ակնկալիքով, որ ճանապարհ կգտնենք ու կիջնենք այս անկապ ձորից, բարդ ասֆալտած ձորից, բայց չստացվեց։ Հիմա մենք զանգել ենք 911, շուխուր ենք դրել ենք արտակին ենք Էմանուելին եւ հույս ունեմ, որ մեզ կփրկեն։ Այո, նայեք, Պարաշուտը կա, մի վարքան։ Այս կողմից մենք տեսնում ենք ճանապարհը, ընկ Էմանուելին որ կես ժամ բացատրում ենք շրջոգում։ Այս է ճանապարհն է, ու մեր հենց հետևում մի հատ գյուղ է գտնվում, նայեք ժողովուրդ ջան։ Էդ էլ չէր ջոգում։ Ես ցավոք սրտի հաստատ չգիտեմ մենք ողջ կմնանք թե չէ, ես արդեն անկեղծ լոջությամբ եմ ասում, որովհետև ես հասկացա, որ ինչքան է ես ֆոբիա ունեի ու էդի լողի միջոցով հաղթահարեցի, դու մի ասա չէ։ Ես ասեն գալերից եմ վախենում։ Լավ, սա նորմալ է, զարգաչկել կմիանանք քիչ ուշ։ Ուրախ ենք։ Ձեր հետ Արման Մարտիրոսյանը, բան, ինֆո մեզ գաշից։